Արա քելը առը քեզ կտամ։ Մեր Ասլանյան մեծ աղբեր մհերը չել պատկերացնում որ գալիս ենք։ Կողմը կջարդ է մարալ, նորմալ արել։ Առավոտն է ուր են արա։ Առավոտ քնած էի մնացել։ Եղերնին նվիրված ուշահամալիր ընկերները կոսխալ ենք եկին։ Համեցեք։ Բարև ձեզ։ Դուք գալիա տատիկն եք։ Ա դրա համար էլ ուզում կողերս ջարդեի։ Կամներ Ստեփանը հասավ Ստեփանավան։ Ստեփանները հանդիպեցին նորից։ Ծափեր ենք տալիս։ Անդեպ ձևավորված ձեր հարգանքը որ ունեք։ Լիշ եկեղեցիանը կորին։ Կողմը կջարդ է մարալ, նորմալ։ Այլա տատիկը ըստ թվում է էլեգանտ տատիկ է։ Բայց դու վախեցող ես, вообще վախենում ես։ Չի։ Չէ, դե չվախենաս։ Տիկ ինժեներիայի 60-ամյակն է եւ նա ունի հետաքրքիր անակնկալների մի փաթեթ։ Բարեկամներ, բարի լույս բոլորիդ, օրինակ իմ մոտ նոր է բարի լույսը սկսում, ժամը 2:30, որովհետեւ վերջ ճանապարհը ինձ ուղղակի կանեց, շրջացրեց ու ես քնած եմ մնացել։ Պետք է այս ժամին արդեն լինեի բլագադարնի գյուղում, բայց ես քնել էի բլագը իմ մարմնին, որ հանգստանա ու շարունակի ճանապարհը, հիմա հանգստացել ենք ու գնում ենք բլագադարնի, մի հատ սիրուն անակնկալ անելու սիրված կնոջ քույրիկի համար։ Այնպես որ դուրս են գալիս Երևանից ու գնում ենք Տաշիրի գյուղերից, գեղեցիկ գյուղերից մեկը բլագադարնի, փոքրիկ եւ քիփլիկ գյուղ, շատ սիրուն մարդկանցով բնակեցված։ Գնամ ջավախքս տեսնեմ, կռունգներից թև տվեք, թե որ աստեք ջավախքով բարևներ տարեք, օտարությանը մեջ անցավ գիշերս աչքով արդում, կռունգներ տարեք ինձ էլ տուն։ Որից հետո կգնանք Գյումրուց, Աշտարակից էլ Եղեգնաձոր բարեկամներ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, մեր օրը համար ենք սկսված, ձեզ էլ բարի դիտում, նայեք, տեսեք, ես տելևիզորը միացրեք, նստեք նայեք, անպայման ու կարող եք սերվիսկայել չապել, կամ պոպկորն ուտել, որովհետև այս տեսանյութը մի քիչ երկար կլինի, ու հետաքրքիր իհարկե, շատ հետաքրքիր անելու։ Սրտի շուտով տուն վերադառնա։ Անեկան արարողություն է կատարվում Աշտարակի մայրուղում եւ փոքր ինչ խցանման նման եղավ, բայց ոչինչ։ Մենք էլ մտենք Արունայի մեջով սենց որ հասնեն գնանք, հետո մտնում են Աշտարակ ուսունում։ Աշտարակ չմտան, մնացել Արունայի ես կային հավարյունի վրա։ Ավարյունին միացրել եմ գնում են։ Երջանկություն նորապսակներին, ով որ ամուսնանում էր երջանկություն նրան, որովհետև սա բախտ է որ հանդիպեցին։ Լիքը բալիկներ ունենակ, հզոր հայկական նոր սուրբ օջախ է կառուցվում, էլի փակին, դա ոչ ես եմ միանում փակելու։ Դրանք եթե չթողին ասնեմ, պետք է նրան փակեն։ Դարձել ենք հարսանքավոր։ Մի պահ մենք զգանք հարսանքավոր, հետո շարունակենք մեր ճանապարհը։ Պատկերացնում եք ճանաչեն մեզ, մեկ էլ մեր վիդեոյի մեջ տենան իրաց հարսանիքը։ Ոնց է չելի ճանաչողների ասեն տեսեք ձեր հարսանիքն է։ Մարգարյան Ստեփանն էլ եկել ձեր հարսանիքին, ձեր հարսանիք արել։ Ու գիտես ի՞նչն է լավ, որ հարսի կողմը կնայի կմտածի ես փեսայի կողմից եմ, փեսայի կողմը կնայի կմտածի հարսի կողմից եմ։ Ապարան հասան, կավակը մեր սիրում եմ, դեսի իր եղեցք, զոր ու սիրում, Հայը թող որ չտեսնի էլոտարություն, կռունգների երկս դարնա գուցե պատմություն, Հայը թող որ
որ չտեսնի էլոդարություն Գնամ ջավախքս տեսնեմ կրունգներից թև տվեք Թե որ ասնեք ջավախքով բարելներ տարեք Օտարությանը մեջ անցավ գիշերս աչքով արդում Կրունգներ տարեք ինձ էլ տուն Գնամ ջավախքս տեսնեմ կրունգներից թև տվեք Թե որ անցնեք ջավախ Ապարանի սիրուն շենքերն են ընկերներ Այս շենքերը ինձ հենց առաջին հայացքից գրավել են դուր են եկել ու մինչ օրս ամեն անգամ անցնելիս հիանում եմ, նայում եմ ու գնում Շատ սիրուն են սարքել ապարանը, շատ հետաքրքիր լուծումներով Այս քաղաքից շատ բան ունենք սովորելու Այս քաղաքը կառուցողից, մտահղացումները, լույս աշխարհը բերողից մենք սովորելու բաներ ունենք ամբողջ Հայաստանի մասշտաբով, այնպես որ մի մոռացեք այդ մասին Անպայման տեսեք լավը ընդօրինակեք ու հզորացեք մեր Հայաստան աշխարհը։ Այն երրագույն է ծածանվում, ինչ է։ Բանը պարաշուտիստներն են արա։ Հա, բարեկամներ, պարաշուտիստները օթապարուկներով ելել են պտույտներ են գործում ապարանի երկնքում։ Այս տարածաշրջանում նոր մարզաձև է զարգանում, պարաշուտիստներն են օդում ճախրում Ինձ է թպած արծիվա ինչ է, դու միաս էլի արծիվա, բայց բան է, էլի, պարաշուտով արծիվա Շատ հետաքրքիր է Այստեղ էլ շատ հողեր ունենք, որ կարելի է մշակել ու լիքը բերք ստանալ, բարեկամներ, շատ հարուստ է այս մարզը, այս տարածաշրջանը գեղեցիկ, հələ այդ է նկարի պես վագոններով իշ սիրուն տուն են սարքել Լրիվ ամերիկանսկի կինոների տեսարաններ այստեղ Դες իշ սիրուն է Ով է հավանում նմանատիպ կառույցները, գրեք տենանք Արագածի փեշերն են ընկերներ Երեք նկարում ենք Գյումրու ճանապարհից, այսօր նկարում ենք արդեն Ապարանի կողմից, Արագածի փեշերը Ուր ասես էթում ենք ախպեր, սա Հայաստանը արդեն գիտենք, մեզ արդեն պետք է Հայաստանից դուրս գան գնանք ուրիշ երկրներ ուսումնասիրել ուզգում ես Հովհաննես Այս ես նոտ կվերցես, այդտեղ նկարենք, մոնտաժանենք, դնենք ինչ Բայց Հայաստանը մենը շատ տեղ կա, որ չեն գնացել, այնպես որ առաջարկեք ուր գնանք, ասեք, ուշեք մեզ Բարեկամները, հա մենք հասանք Ռիաթազա, մեր եզդի բարեկամների բնորան գյուղ, որտեղ նրանք ապրում են, արարում, ստեղծագործում և շեն են պահում իրենց օջախները Եվ նրանց շնորհիվ է, որ դաշտի այս հատվածը ուղղակի դաշտ չի, այլ տներ են ու մարդիկ այստեղ բնակվում են Շնորհակալ ենք նրանց ստեղծագործ ապրելակերպի համար, տեսեք ինչ գեղեցիկ տեղում է Ռիաթազան Դաշտերը ամբողջովին մշակված են, նայի աղբերս, նայի դրտես ինչ են արել են սա Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում անմշակող չմնա, տեսեք տրակտորը վարում այմա Սիրնի տրակտորի հետ զիտնամ վար անելով Պետք է ծաղկի ծլարցակի հայոց աշխարհը, իսկ մենք տեսնենք ու հզորանանք, ավելի ուժեղանանք ու մեր տեղը գտնենք աշխարհում Աշխարհի մասշտաբով սկսեն մեզ վերաբերվել այնպես, ինչպես որ վայել է հային Մեզ սիրեն ու մեզ այդ հաշվի նստեն Իսկ դա կլինի անպայման Հաստատ կլինի, որովհետև այգենը ամբողջ աշխարհով մեկ տարածված է, կարծես հենց Աստված ինքն է մեզ տարածել ամբողջ աշխարհով, որ զորանանք, որակ տանք ու գշեր ունենանք հանրության մեջ համաշխարհային Իսկ մենք մեր խնդրի հետ խնդիրը լավել լուծում ենք, այնպես որ ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ ինձ նայում են հայերը և միշտ լավ բաներ ենք ասելու, խոսալու, ցույց տալու, տեսեք, նմանատիպ հրաշքներ Ինչքան սիրուն է հայոց աշխարհը Ալեն այն պահը նկարի տես անձրևեկի քանդել է սա սարը Կամաց քանդվում է էլի Գեղեցիկ է, հիմա բարեկամներ, մենք գնում ենք ավելի գեղեցիկ տեղ, Տավուշյան աշխարհ ենք գնում ու գնում ենք Տաշիրի կողմ, որը իսկապես տարբերվող ու գեղեցիկ բնապատկերներ ունի
Եվ այնտեղ եղել եմ մեկ անգամ, սա երկրորդն է ու գնում եմ մեծ սպասումներով, սիրով եմ գնում էլի, որովհետև շատ հարազատ տեղ է։ Ինձ դուր է գալիս։ Հրաշք։ Իրար նման են, բայց միևնույն ժամանակ շատ տարբեր։ Եվ խոսքով գնանք, Հովհաննես, գնանք, այս գյուղերը շատ եմ սիրում, իրար հետև մի ճանապարհի վրա, մենակ այդ արագաչափերը չեմ սիրում։ Կարլուտկեքի գործարանի հետ բան են արել։ Պայմանագիր են կապել, որ Կարլուտկեքը արագ մաշվի ես գծի վրա քշող ավտոների։ Առանց էլ նեղա, դանդաղ ես քշում, մի հատ էլ ասում ես արագաչափի մոտ, մի հատ էլ ես տորմոզ տալի ու կարծես կյանքը կանգնի։ Այս պատկերը նկարի, այս պատկերը հրաշք։ Դեմս իր սիրունա։ Կուզենայիս դա ապրեիր։ Ես որ ստեղ ապրեի հաստատ մատ շուրջ տեխնիկայի սարքել, որը սարերի վրա քշեի ապրել, բնեշ սիրուն, արդ սարել։ Արագածը, բարեկամներ, արագածը տեսեք ինչ գեղեցիկ է այս կողմից։ Ուղղակի երբ որ գաք այստեղ ու հիանակ արագածի տեսարաններով, անկարծ շատ չհիանակ մոռանաք, որ կամերաներ կա նկարվեք, էլի, որովհետև այստեղ ամեն քայլափոխի կամերա կա։ Եվ ամենաշատ Հայաստանի Հանրապետության ամենաշատ տեսախցիկ արագաչափ ունեցող ճանապարհն է այս ճանապարհը։ Մոտավորապես մի 8-9 հատ կա այս ճանապարհը կոնկրետ, որով հիմա մենք գնում ենք մինչև հասնենք Սպիտակ։ Բոլոր բնակավայրերում դրած է։ Ուղղակի այս ռելիեֆը, այս տարածաշրջանը թույլ է տվել, որ ճանապարհը կարող էին լայն սարքել, բայց չգիտեմ ինչի լայն չեն սարքել։ Ես կուզենամ, որ գա այդ օրը, որ որոշեն ու լայնացնեն ճանապարհները, որովհետև շատ ունենք դրա կարիքը։ Հիմա օրինակ երթևեկում ենք մոտավորապես միջին արագությունը 70-80, լայն ճանապարհի դեպքում միջին արագություն կարող հասնի մինչև 120-130 ու այդ մենակ օգուտ կտա մեր պետությանը, մեր պետության զարկերակները լավ կաշխատի ու ինֆորմացիայի արագ տեղափոխում կլինի։ Ինֆորմացիա, իրեր, առևտրաշրջանառություն, վթարների պակաս կլինի արդեն վթարներ չեն լինի։ Ուղղակի այս նմանատիպ այս ոճի ճանապարհները շատ վտանգավոր են, էլի, շատ վտանգավոր են, որովհետև ինքը մեծ մագիստրալ է ու ընդամենը 2 հոսքագիծ ունի, որը որ շատ քիչ է, ամեն անգամ նայեք, հիմա ես վազանց եմ կատարում ու ինչ գնով եմ կատարում։ Դիմաց ցիկլո մեքենայի տորմոզի հաշվին, տորմոզին վստահելով եմ վազանց կատարում, որ այդքան էլ ճիշտ չի, բայց ուրիշ տարբերակ էլ չկա։ Օրինակ մերպես մարդիկ շատ կան, որ գործով գնում են ու շատ կարևոր է, որ շուտ հասնեն տեղ ու արագ հետ գնան, մի խոսքով ճանապարհի լայն լինելը լիքը հարցեր է լուծում, շատ հարցեր։ Արտերը նկարի, արտերը շատ սիրուն։ Այս անգամ մենք արդեն կանաչ արդ ենք տեսնում, տեսեք ինչ գեղեցիկ է։ Աչից ձախից գարի է կամ ցորեն, ցանել են, որ ձյունը գա մնացյան տակ, հետո գարնանը թափով ծաղկի, իսես մեծանա ու վեր տա։ Տնտեսությունը իրականում շատ հետաքրքիր է անում, են տեխնիկան կարաս նկարես։ Բարեկամներ, շարունակենք մեր ճանապարհը։ Ուղղակի այնքան գեղեցիկ է, որ մոտավորապես ինչքան նկարի, 10 նկարի, դա այդպես պետք է լիներ, արագածը, հրաշք արագածը, բարեկամներ։ Բայց կրկնում եմ, երբ որ կնայեք արագածին, շատ չզմայլվեք, որովհետև այստեղ արագաչափի պակաս ուղղակի չունենք։ Ասանք երկրորդ արագաչափին այս տեսանյութի մեջի, ինչպես որ ես նշում եի, այստեղ շատ են արագաչափերը այս ճանապարհի վրա։ Արագաչափը ժամանակավոր խնդիր լուծող դեր ունի, բայց հավատացեք, ինքը խնդիրը չի վերացնում արագ քշելու, այնպես որ ճանապարհները պետք է լայնացվի, լայնություն է հարկավոր, գոնե 3 ուղղություն լինի, էլի երթևեկելի գոտի լինի 3, որ շատ լավ է լինի։ Կոնկրետ այս ճանապարհը ունի բոլոր հնարավորությունները, կողերը շինություններ չկան, դաշտեր են, հաստատ կարան 6 մետր, 5 մետր վերցնեն ու սարքեն ճանապարհը։ Հովհաննես, դու ես ուզում, չէ՞ որ ստեղ ճանապարհը լայնանա։ Ես այստեղից դուրս
են գալի մտել Արագաչափ կաղի։ Մենակ այսքան տեղը 4 հատ կա։ Մենակ այս 4 ամեն յուղում մի հատ դրած է։ Լավ փող են աշխատում այդ Արագաչափերը։ Ահա կովիկներն են դաշտի մեջ, տեսեք, արդ են անում։ Հայոց կովիկներն են, բարեկամներ։ Հայոց կաթն պանիր մածուն սարկո կովիկներ են, որ ասում կաթը մածուն կերած յուղի տղա, այս կովերի կաթը մածուն կերած յուղի տղան, հա։ Ահա զիլը զիլ ձևով հանգիստ իր համար գցե պերվի հելնում է, բան է տանում, տուֆ է տանում, տուն սարքելու համար։ Հետաքրքիր փոքրիկ յուղեր են, բայց շուտով իմ կարծիքով կմեծանան։ Պետք է մի ծրագիր մշակել, որ ծնելիությունը շատանա, որ մեր ազգը հզորանա, շատանա, տներ կառուցեն։ Բլագադարնի են գնում, ընկերներ։ Ով կա բլագադարնից մեզ հետևող։ Յաբան բլագադար են, բլագադարցիներ, բլագադարնիցիներ։ Հովանավորի սուրճ երևաց։ Ախ, հովանավոր, ուր ես կորել, այ, ձյավոր, արի հասի տեղ, մի բան մտածենք, անակնկալ անենք։ Հենց ուզեցինք անջատել, տեսա խցիկը հիշեցինք, որ մտնում ենք լոռու մարզ, ընկերներ, տեսեք, լոռին է մեզ ողջունում, մենք լոռին։ Լոռեցիներ բարև ձեզ, ինչպես եք, մենք եկանք ձեր գեղեցիկ ու չնաշխարհիկ մարզ։ Շատ սիրուն աստեղ, հələ տես, շատ սիրուն է դիմավորում լոռին, ես կողմից էլ է սիրուն դիմավորում, Գյումրու կողմից, թեկուզ հենց չէ ես Գյումրու կողմից, Գյումրու կողմից էլ, Դիլիջանի կողմից էլ, լոռին շատ ուժեղ հզոր մարզ է։ Հովհաննես Թումանյանը Լոռվա Դսեղ գյուղից շատ լավ է նկարագրել Լոռվա բնությունը, շատ լավ հեքիաթներ է հյուսել, շատ լավ ստեղծագործություններ ունի եւ հիանալի քաղաքականությամբ է զբաղվել։ Քաղաքական գործիչ է եղել Հովհաննես Թումանյանը նաեւ, այնպես որ իմացեք ինչ հզոր մարզ է մեր լոռին։ Ընդամենը մի մարդով կարող ես ճանաչել, այդպես մարզ է լոռին։ Մեծ մարդիկ է տվել հայոց ազգին։ Ես չեմ էլ զարմանում, որովհետեւ նմանատիպ ռելիեֆում բնաշխարհում ապրող մարդ ուղղակի չի կարող հասարակ լինել։ Նա արդեն բնատուր օժտված է լինում տաղանդներով ու ունակ օգտակար լինել բոլորին։ Նկարի վթարային իրավիճակ էր, բարեկամները, բայց լավ գլուխանին ու ես հարգում եմ, որ մի հատ սիգնալ չլսա, դա մեծագույն հարգանքի դրսևորում է։ Երբ որ մարդը այնքան վստահ է իր վրա, որ գիտեր, որ ոչ մի բան էլ չի լինի ու ոչ էլ սիգնալ տվեցին, որովհետև երկուսն էլ իրար հասկացան։ Կարևորը վատ բան չեղավ, սիգնալը ավելնորդություն է, էլի պետք չի, իսկապես պետք չի, որովհետև Փառք Աստծո, սա ամեն ինչ լավ եղավ, փոխավ, ավարտվեց, բայց այս պահանես կսարքես համար բան չերևա, էլի պետք չի, որ համար երևա, կարող է գործատուները բան անեն, էլի վերցեն, վարկեն համապատասխան մարմիններին, այդ մարմիններն էլ մերձ ծվեն, հզորանան, պարապեն, գան, դուգանեն։ Այն տեսարանն է, երբ որ փափուկ լեռները միանգամից փոխվեցին, դարձան կարծր ժայռեր, տեսեք, Լոռվա մարզը մեզ դիմավորեց փափուկ, գեղեցիկ, կոնաձև լեռներով, բայց հիմա արդեն մեր առջև, տեսեք, ինչ սիրուն ժայռակերտ սարեր են։ Ասանք, այս սիրուն հատվածը, այս ինչ սիրուն է։ Կարծես հարստություն լինի լեռների հովտում տները ու մարդիկ այնտեղ ապրող։ Առանց այդ մարդկանց այս ամեն չէ հեչ է, չկա, գոյություն չունի։ Այնպես որ շնորհակալ ենք այստեղ տուն կառուցած մեր հայերին, մեր գանձերին, մեր սիրուններին, բարեկամներին։ Ապրեք, շատ սիրուն արել, հզոր, դնեի սիրուն։ Բարեկամներ, ահա այս հատվածում մեր տեղացի բնակիչները իրենց բերք ու բարիքը, կաղամբը, կարտոֆիլը վերցնում են ու դուրս են գալիս ճանապարհի այս հատված ու վաճառում։ Իրենց աշխատանքը տալիս են մեզ, իսկ մենք վերցնելուց պետք է շնորհակալ լինենք, մի բան էլ ավել գումար թողենք, ասենք ապրեք ձեր աշխատանքի, ձեր չարչարանքի համար, շնորհակալ ենք, որ դուք կաք ու մեզ տալիս եք անարատ մաքուր սնունդ։ Եվ հենց այս ասածիս
համահունչ, մենք մուտք ենք գործում Սպիտակ քաղաք, Սպիտակ հզոր քաղաք, որը նույնպես շատ ուժեց, տեսավ արտապիտներ ու դաժան տեսարաններ, ապրեց երկրաշարժը և ոտքի կանգնեց, շարունակեց ստեղծագործել ու հիմա ունենք շատ գեղեցիկ Սպիտակ քաղաք։ Մենք հենց հիմա կգնանք Սպիտակ քաղաքի Դանիելյան սուպերմարկետ, նայ սա ամեն մեկը իր աճեցրած բանջարեղենը հանել դրել է ու վաճառում է։ Ապրեն, ուժ, զորանան։ Միթե գոբելի տեսարան չէր, միթե սա չի կյանքի կենսական շրջապատույտը, հենց սա է։ Մուտք են գործում հզորագույն քաղաքներից մեկը, Սպիտակ քաղաք։ Սպիտակը իր անունը կրող արժանի քաղաք է, որովհետև այն կարողացել է սևը սարքել Սպիտակ։ Եվ հիմա էլ գեղեցիկ բնականոն շարունակում է իր կյանքը և զարգանում է։ Եկեղեցին աչից կնկարես, հեսա կերևա։ Սպիտակի Սուրբ Աստվածածին եկեղեցին է ընկերներ։ Մուտք են գործում Վանաձոր, մեր լորվա մարզկենտրոն, գեղեցիկ զարդարված։ Մեզ մենք հետ նրան քաղաքը երբում երևում է շատ գեղեցիկ, այս պատը որ չլեր ով կնկարեր, բայց հեսա կնկարի Հովանես հեսա, տեսեք ինչ գեղեցիկ է Վանաձորը նույն ինքը գիրովական է, շատ սիրուն է։ Մեծ թափով այստեղ շինարարություններ են գնում, ինչը շատ գովելի է և մենք Վանաձորի չմտած այդ խաչմերուկից ձախով բարձրանալու ենք դեպի Տաշիր, որտեղ կա նաև երկարաձիգ տունելով ենք անցնել։ Այսքանը հիմա հասնում ենք մենք արդեն դեպի Տաշիր տանող ճանապարհի այն հատվածին, որտեղ սկսում է թունելը, բայց մինչ թունելը սկսել է նկատենք քարտեզի վրա, մինչև թունելի կառուցումը ինչ ձև են գնացել, ինչքան շրջապտույտներ կա այստեղ, տեսեք, այնա երևում են, այդ ճանապարհն է եղել, մինչ թունելը, հետո կառուցել են թունել ու լիքը հարցեր միանգամից լուծվել է։ Եվ հենց այստեղ ես ունեմ բարեկամուհիներ, 3 հոգի, 2 տիկին, 1 տատիկ, նստած առևտուր են անում։ Դենամ ստեղ են, թե գնացել են տուն այսօր առևտրից դժգոհ։ Լտնակ, ստեղն են լավ կնեն, եթե ստեղ չնեն, բարևներս ձեզ, իմացեք ես էլ եկել եմ, ձեր կողքով անցել եմ, դուք ստեղ չեք երևի։ Չեք երևում, լտնամ, հա էլի, ստեղ չեն, այսօր առևտուրը լավ չէ էլ երևի։ Մուտք են գործում Տաշիր, Վանաձոր թունել, որը նույնպես երկար է, գեղեցիկ ու ասֆալտ անելու կարիք ունի, էլի։ Բայց վատ չի, տես ոլակետան, էլի լավ է, վատ չի, չէ Հովանես, սիրուն հա? Դիլիջանի թուներից։
տունելի նման է, բայց այս սրա տարբերությունն է, որ այս ամբողջությամբ քառակուսի է, Դիլիջանը սկզբից քառակուսի է, հետո կլորանում է վերևը, բայց այս միշտ քառակուսի է մնում։ Դիլիջանի տունելի չափեսի չի աշխատում, ասի հաստատ ավելի քիչ է էլի ստեղ ապարոտը։ Դե ինչ բարեկամներ, մնացեք մեզ հետ, միշտ տունելից դուրս կգանք։ Բարեկամներ, շատ նման է Դիլիջանը եւ Տաշիրի այս հատվածը շատ գեղեցիկ է երկուսն էլ, մտնում ես դուրս ես գալիս ուրիշ բնապատկեր, ուրիշ իրավիճակ, որը շատ հաճելի է տեսնել, աչքին հաճելի է ու հոգիշոյող։ Իսկ հիմա մենք հասնում ենք արդեն Տաշիրի ոլորաններին, այս էլ Տաշիրի ոլորաններն է, պավառոտները, Տաշիրի պավառոտները։ Մենակ Դիլիջանը չունի, Տաշիրն էլ ունի, տեսեք ինչ սիրուն է, գեղեցիկ միջավայր, այստեղ նույնպես կան կուկուռուզներ, ընկերներ, կուկուռուզի սեզոններ պրծավ երևի, թե բաց է, պրծել է, հենա փակ է առաջի բուտկան, ռեկլամներն էլ հավաքետ արել են, ասում այդուր առանց կուկուռուզ։ Ցեք նկատենք, որ անտառը աճել է քարերի վրա, ընկերներ, այս հայի նման են այս անտառները էլի, անհնարին տեղեր, անհնարին բաներ անողները, մեր գենն է այդպիսին, մենք կարողանում ենք քարից հաց քամել և գոյատևել այնպիսի պայմաններում, որտեղ ուրիշներ ուղղակի շուշները փչում են, այդտենց ուժեղ ենք մենք, ու այդ ուժը պետք է միշտ պահել, դիտակցել իմանալ, օպելների պարատ էր աղբեր, իրեք կատ օպել նույն գույնի իրար հետ էր, ընգերներ էին, էդ մեն ուտել խմելու, ինչ սիրուն է Տաշիր գնալու ճանապարհը։ Եվ ասեմ ձեզ, որ մենք գնում ենք Բլագադարնի, բայց Բլագադարնի գնալուց էլ չգիտենք քարտեզի վրա չի բերում Բլագադարնի, ես ոնց գնամ Բլագադարնի, կզանգենք, լավ։ Գնում ենք շնորհավորենք սիրված քույրիկի ծննդյանոր, անունները ես ունեմ, հենց հիմա ճշտումները կանեմ, հենց հիմա ամեն ինչը մանրամասն կներկայացնեմ։ Մի փողոց է այս գյուղը։ Գյուղը մի փողոցի վրա է կառուցված, որը ինձ շատ հետաքրքիր է, գնանք տեսնենք, նկարահանենք։ Այսօր մերի ծննդյան 40-ամյակն է, 40-ամյակը չեն նշում, բայց մենք գնում ենք շնորհավորելու, այսօր շուննիկը հառել է մեր մեքենայի վրա և անակնկալը Կրասնոյարսկի քրոջ Անիի և նրա եղբոր և ամուսնու կողմից է, ամուսնու Սերգեյի կողմից, Սերգեյ շատ է սիրում կնոջը, մի հրաշք սեր է ձևավորվել նրանց միջև, այնպես որ մենք գնանք ու այդ սերը հաստատում պահենք, օրես ինչ արես ավտոն, քաշելու պահ կար, գնանք օգնենք, ճիշտ է ուշանվենք, բայց փորձենք օգնություն ցույց տալ, լավ, ինքնաթաղմամբ էր զբաղվել մեքենան, բայց հենա դուրս եկավ, լավ ստացվեց իրա մոտ, ասի գնանք բռնենք քաշենք, են էլ լավ է, ինքը իրան հելավ, մենք էլ շտապ էինք, շարունակենք մեր ճանապարհը, հետո ստեղից մի անգամից գնում ենք Գյումրի, Գյումրուց իջնենք Աշտարակ, բարեկամ, այսօր օրը խառն է, խառը շատ, մենք էլ քնած ենք մնացել, երևի թե վերջի անգամ չեմ հիշում, երբ եմ քնած մնացել, այս դե օգնում ես ինչ անես, ծանրանում են աչքեր, հայացքդ է ծանրանում և դժգոհի տպավորություն ես թողում առաջին հայացքից, բայց հետո տենում եմ, որ դժգոհ չես, ուրախ ես։ Տեսեք ինչ գեղեցիկ երևույթներ են։ Դե լավ, Հովհաննես, հերիքա նկարես, ես ասեմ մի պահ կա հետ կասեմ թե նկարես։ Դեռ այ հենց է, երևաց։ Լանջի վրա արտեր են ցանել մեր հայրենակիցները, տեսեք։ Միթե սա գերբնական սուպեր ուժ չի, որ սարը բառացիորեն վարել են ու սարքել են վարելահող ու այնտեղից բերք ու բարիք են ստանում։ Գարգար գյուղը հիշում ես? Գարգար գյուղ ենք մտնում։ Այդպես անունները հիշում են։ Երևի գարի և գարներ էլի, լիքը ունեն գարի ու գարներ, անունը գարգարը մնացել են հին ձևերով էլի, հին արդար մաքուր ձևով էլի, ոնց կա տենց ասել են, հենա գարգար։ Գարգար գյուղ, հարգանքներս մենք ձեր մոտ ենք, անցնում ենք ձեր գյուղով, ուրախ ժպիտները դեմքներից, բայց մենք գնում ենք ուղիղ Բլագադարնի գյուղ։ Ստեպես պետք է կանեմ հարցնեմ Բլագադարնին որտեղ է։ Անուշ աղբեր, բարի օր։
Բլագադարնի յուղը որտեղ է։ Տաշիրը յուղերից ախպեր։ Այսինքն հələ է համարխային։ Դգնաս դեպքան ոսնասնես, ախո գնաս։ Հա։ Աշտի մեջ ծախեն, Հա, ապրի ախպերես։ Դեղ էլ պետք բարիք անել են վաճառում են։ Բլագադարնին էլ տաշիրում անում էլի։ Ենք գեժամի ճամփա է, այդքան տաշիրում իսկ մտնենք բլագադարն։ Գեղեցին շատ սիրուն է։ Գարգարը մտելասիրտ ես, գարգարի ժողովուրդը ուժեղ են։ Ես չեմ մոռանա գարգարը։ Եկեք բոլորով ասենք գարգար, գարգար։ Ստեղ էլ դաժե բան կա, այն դրոշի մոտ ծառեր են ծաղկում, տես։ Հա, տեսա, բան էլեկտրական պատճառով խուզել են մի կողմը։ Այս գեղեցիկ արահետն էր, երբ որ առաջին անգամ հանդիպեցի Կասանդրա տատիկին, այստեղ կանգնած էր այս աղջի վրա, ես հույս ունեի, որ այսօր էլ կանգնած կլինի, բայց որ կանգնած չի, բարևներս փոխանցեք Կասանդրա տատիկին, ասեք, որ Վարդանի գործերը լավ է, Վարդանին տարել են ծառայության, օր երրորդ, որ Վարդանը մեզ հետ չի, ծառայում է հայոց բանակում, չորրորդն է, որ չորրորդ է, հա, ախպեր երրորդն է, երրից, հա, չորրորդ, 30-31, հա, չորրորդ օրն է, որ Վարդանը մեզ հետ չի, հա, Վովոն ավելի շատ է սիրում Վարդանին, դրա համար անգիր գիտի, Կասանդրա տատիկին ասեք Վարդանին տարան սարքեն միլիցա, ինքը ասաց, որ Վարդանը միլիցա է, հիմա բայց վայենի ավելի շատ, Վարդանը դարձավ վայենի, Կասանդրա տատիկը մի քիչ ֆորմայի գույները խառնել է ու Վարդանի ոստիկանի կոչում տվեց, բայց Վարդանը հիմա վայենի է, այնպես որ այդքանը փոխանցեք նրան, ասեք, որ ճիշտ է գուշակել։ Դեն կա Կասանդրա տատիկն է, ես որոնում եմ այստեղ Կասանդրա տատիկին։ Կասանդրա տատիկը չէր։ Բարեկամներ, քիչ հետո ճանապարհի աջակողմյան հատվածում կհայտնվի Ստեփանավան աֆիշը, այստեղ էլ, բայց թե տաշիրի։ Հա, առաջին Ստեփանավանն է, նոր տաշիրը։ Գեղեցիկ է լորին, նամանավանդ, աշտան վերջերը, ստեմատ յուղ կա աղբերս, հայրով բնակեցված է, բայց ռուսական անունն է, դրա մասին մտը ինձ ասել էին էլի։ Ամրակից յուղն է, անկել, որլիշ եկեղեցի, նկարի, ամրակից եկեղեցի, ամրակիցի սուտ աստվածածին ռուսական թեկումով եկեղեցի է։ Ես արիշ սիրում է, նկարի, թե չէ։ Աստե կարելի է այս եկեղեցու խարտել գալ աստված շատ սիրուն է, տարբեր բողակներ, ոնց որ կինոների մեջ եկեղեցի դեր արա այդ ինչ լավն է։ Նկարի էլի աղբերը կա։ Չէի տեսել։ Քիչ սա երևում։ Ծառը խանգարում է, լավ ոչինչ։ Լավ դեմը նայի աղբեր, չեն խափենք։ Կամներ Ստեփանը հասավ Ստեփանավան, Ստեփանները հանդիպեցին նորից, գեղեցիկ է ինչ խոսք Ստեփանավանը, իմ անունը կրող քաղաքը, իմ անունի նման անուն կրող քաղաքը, Ստեփանավանը շատ լավն է։ Կոկիկ, մաքուր, գեղեցիկ հուշարձաններ, շենքեր, շինություններ, կամերաներ իհարկե, առանց կամերա չէր լինի, անուններ էր, թազա ասֆալտ է, էլի, լավ է, Ստեփանավանի թափ-թազա ասֆալտի վրայով ենք հիմա գնում, նոր գծանշումներով, նոր եզրաքարերով, հրաշք մի միջավայր, որտեղ մենք գտանք մեզ։ Ստեփանավանի այս թաղերից Ստեփան Մարկարյանին հետևող կա, եթե ունեմ բարեկամներ կգերեք անպայման։ Գերեք, որ իմանամ, ինձ լավ զգամ։ Ամեն տեղ ինձ հարազատներ են։ Շատ տեղին սիրուն հարազատներ։ Արա ձիավորը կամրջի աչքին։ Զոր։ Եղերնին նվիրված հուշահամալիր ընկերներ, առաջին անգամ որ տեսա ես սխալ էի մեկնաբանել այս հուշահամալիրի իմաստը, այնպես որ սա Եղերնին է նվիրված, թևերն ու գլուխը կտրած երկու արձան, մեծ ու փոքր իրար կապված, այսինքն կապված չեն, թուրայան, էլի թուրան է, քիչ դաժան արձան են սարքել, էլի, շատ դաժան է։ 15 թվականն էլ է շատ դաժան, բնութագրող տեսարան է։ Այս յուղն էր աղբերս, այս յուղի անունը հեսա տենամ ասեմ, այս յուղը մտածեցի ռուսներ են ապրում, փաստորեն հայեր են ապրում։ Ու ես իմ համար
դա հիշեցի, որտեղ մեկնաբանությունով գրել էին, դրա համար եմ ասում, մեկնաբանություններ գրեք, որ ես ավելի ինֆորմացված լինեմ ամեն հարցում։ Սարատովկան է ապերս, Սարատովկայի վերաբերյալ էի մտածել, որ այստեղ ռուսներ են, բայց պարզվում է հայեր են ապրում։ Հարգանքները Սարատովկա, ձեր յուղից մի բնակիչ կամ բնակչուհի ինձ գրեց այդ մասին, ես գիտեի թե ռուսներ են, ինք ասած չէ, լավ էլ հայեր են։ Ամեն ինչ իդեալական է, կարգին է, այնպես որ ես նավասելեցով ռուսական անունը շատ է։ Բայց մենք բարեկամներ գնում ենք յուղ Բլագոդարնի։ Բլագոդարնի յուղը, այսինքն thank you my friend եւ спасибо признательна человека եւ շնորհակալություն յուղը, շնորհակալունակ յուղը գտնվում է այսանից ձախ այն կողմերը եւ այն ինչպես իրական կյանքում է շնորհակալ մարդիկ քիչ, այնպես է այդ յուղն է քիչ փոքր է էլի, մի քանի տուն է, 80 տուն է, 80 բնակչություն ու մի փողոցի վրա։ Հետաքրքիր ունիկալ յուղ է։ Հիմա մենք գնում ենք աշխարհի ամենաբլագադարնի յուղը։ Բլագադարնի յուղ։ Սպասեք մեզ, մենք գալիս ենք։ Ունես 16 րոպե հասնենք Բլագադարնի։ Տեսեք ինչ գեղեցիկ տանիքներ են։ Ես անցած անգամ գալուց եմ նկատել ցույց տվել, բայց անընդհատ նայում ես ու հիանալու տեղ կա։ Տաշիր քաղաքն է կադրերում ընկերներ։ Տաշիրը գեղեցիկ է, տեսի՞ր սիրուն։ Ասֆալտապատ, միանման տների պարիսպներով կարծես մի եվրոպական քաղաք լինի այստեղ։ Հասցրեցինք անցնել բանի տակով լուսացույցի։ Ահա բարեկամներ, ես զանգում եմ Անիկոյրիկին, որպեսզի արդեն իմ տանտեղը ցույց տա գնանք, ամեն ճանապարհին կխոսենք հասկանանք ոնց ենք անում, ինչ ենք անում։ Անիկոյրիկ, ես հասնում եմ արդեն։ Ես վիդեո մի հասնեմ, տանտեղը ցույց կտակ, չէ՞։ Բարեկամներ, քիչ է մնում, որ հասնենք Բլագադարնի յուղ։ Բլագադարնի յուղը գտնվում է Տաշիր քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր արևմուտք։ Մենք էլ գնում ենք արևմուտք հավեսով։ Ես Հովհաննեսը եւ դուք։ Ինձ հետաքրքիր այդ յուղը տեսնելը։ Ինքը տարբերվող յուղ է այդ։ Օրինչ ծուխ ախպեր, բան է, էլի պաժար что ли։ Հա։ Երևի հրդեհվել են դաշտերը չորացած։ Ճանապարհը շատ լավն է Բլագադարնի։ Հորա ձախի էս կանաչները նկարիր, տեսի՞ր սիրուն կանաչը։ Ցանել են, վարուցանք են արել կանաչ սիրուն։ Բան է եղել։ Շատ գեղեցիկ է, շատ դրախտաբայր ուղակի։ Բլագադարնին գտնվում է, շնորհակալ յուղը գտնվում է շատ դրախտային պայմաններում։ Ամեն դեպքում մենք շարունակենք մեր Բլագադարնի ճանապարհը դեպի Բլագադարնի, հասնում ենք, հա։ Հովհաննես, բան չմնաց, հասնում ենք Բլագադարնի։ Որը շատ սիրուն ճանապարհ է։ Ռոմանտիկ ճանապարհ է մեր կադրերում, բարեկամներ։ Գեղեցիկ ու հոգեթոփ։ Ընկերներ, տեսեք իր գեղեցիկ կոկիկ յուղ է Բլագադարնին։ Մի ճանապարհի վրա 80 տնտեսություն, 80 չկա ստե տնտեսություն, բայց մի 30-40 տնտեսություն է երևի։ Տեսի հետաքրքիր է։ Սիրուն Բլագադարն, այն երևում է, Բլագադարնին երևում է արդեն, ընկերներ։ Հա, լավն է։ Շատ հետաքրքիր Բլագադարնի յուղ է։ Ինձ համար պատիվ է գտնվել այս գեղեցիկ փոքրիկ յուղում, որտեղ ապրում են մեծ մարդիկ, հզոր մարդիկ, ովքեր կարողացել են հիմնել յուղ ու պահել այս յուղը։ Իսկ մենք հասնում ենք Բլագադարնի Խաչմերուկ եւ Սուրբ Աստվածածինն է մեզ օրհնում, ասում է բարով գաք մեր յուղ։ Մենք էլ չէ, բայց այլի, բանը մատուր է, սիրուն մատուր, որի կողքին ծածանվում է հայոց եռագույնը։ Դե հիմա արդեն պետք է մի ձև կապնվենք Անի հետ, որովհետեւ շատ կարևոր պահ է, որ նա տանտեղը մեզ ցույց տա։
Ձիեն, հա, ձիեր են, ձիուկները։ Մուտք են գործում բլագադարնի, տեսեք ինչ տեսք ունի բլագադարնի գյուղը։ Բարև ձեզ։ Ոտներս խերով բլագադարնի գյուղ։ Ոտներս խերով բլագադարնի գյուղ, մեծ աղբեր։ Ոնց ես, ոչինչ որ քեզ նկարենք, այսպես մեր ջիդյար վիճակը էլ է անուշ աղբեր, բանա։ Գիտես, մեծ աղբեր, գիտես ում տունը մեկ է, Մհերի տունը, Ասլանյան Մհերի տունը ասա ինձ։ Որտեղ է, հեռու է։ Գյուղի վեճ, Գյուղի վերջը աչնա թե ձախը։ գյուղի վեճ, ծախի երկրորդ տունը։ Ուժեղ է, լսի ուժեղ գյուղ ունեք, փոքր, անունը բլագադարնի, բավ անունը դեր է բլագադարնի։ Ռսի վախտոր։ Ռսի, այդ ռսներն եկել են ստես ռուսական անուններ են դերել։ Ռսներն են ստեղաբրել։ Հա, հետո եկա ասել եք մենք ենք ապրել են ու դենցել մնացել։ Դուք էլ պահում եք բլագադարնին, էլի։ Հետո փոխել, Հա, գյուղն համաձայն չեղավ։ բա պետք է դնեն շնորհակալություն։ Հա, դենցել Կամ thank you։ Անունը մնաց, Հա, դենցել մնաց։ ոբշեմ շնորհակալ եք բոլորդ, էլի մեծ աղբեր։ Բա ինչով ես բավում։ Անասնապահություն ու հողագործություն։ Այդ դրանք տրքոնն այն կապուտը։ Հեռնեմ քո սերտին։ Շնորհակալ Երկրորդ ենք։ տունը։ Հա, երկրորդը ձախից, հա։ Ծախից երկրորդ։ Ասլանյան Մհերենց տուն են գնում։ Հա։ Մեր Ասլանյան մեծ աղբեր Մհերը չել պատկերացնում որ գալիս ենք իրեն։ Դու կամ էլ պատկերացնում է, ինչ իմանաս։ Ինչ ես բախտի խոսում։ Բա գիտի։ Դե լավ։ Ամեն դեպքում գյուղը այնքան հեշտ է հասկանալը, որ ասֆալտով գնում ենք մինչև վերջ, ձախի վերջի տուն են գնում, էլի։ Հա, բարեկամներ, հիմա ես բլագադարնի գյուղում եմ։ Շատ բլագադարն я что нахожусь բլագադարնի գյուղ։ Պաստան ռուսներն են սարքել ու այստեղ բնակվում են հիմա հայերը ու փորձել են անունը փոխել, բայց չեն փոխել։ Ուզում եմ ուղիղ կապ հաստատել, տեսա բան անեմ, էլի բացեմ կամերան, որ ցույց տաք, համ էլ ձեր գյուղը տենակ կարոտները տառնեք, միջև վիդեոն կտեղադրենք համացանց, տես գյուղապետարանն է աղբերս։ Բան անեմ, այսպես պտտեմ տեսախցիկը, տեսեք կարոտները տառեք, մենք է գնանք հասնենք ձեր տուն։ Ասլանյան Մհերենց օջախ գնանք։ Անի ջան, էս ինչ սիրուն գյուղ ունեք, էս ինչ լավ գյուղ է, էս ինչ հավես է։ Հայաստանում էլ էս գյուղ չկա, չէ՞ երևի։ Որ մի ճանապարհի վրա ալնի։ Բադերը, հովոն բադա տեսե, ուրախացել է, բա էլ տես ինչ բադեր են։ Արա, ստե շանտեղ բադեք պահում, սրանք ագրեսիվ են։ Ագրեսիվ բադիկներ են, սրանք հաչան կծեն։ Կան գնանք։ Գյուղը մի պահ դուրս եմ գալի այն մի տները, որ սկսում է տեյա ձեր տունը։ Իջնում եմ, բա ինչ եմ անում, պետք է իջնեմ։ Այսքան տեղ եկել ենք աղաչ իջնենք, իջնելու ենք։ Գնանք Մերի քույրիկի ծնունդն է, չէ՞։ Հա։ Հասել եմ։ Էտա, էս տունն է։ Շրջվեցա։ Հիմա հետ եմ գնում։ Շրջվեցիք արդեն աչի վրա երկրորդ տունը, գնացեք մի քիչ էլ առաջ։ Էս 07-ով տունն է։ Չէ, անցեք հաջորդը։ Այս տունը։ Այս տունը, այսա։ Շատ բարի, դե մենք գնանք սկսենք, օկայն հերու կանգնեմ հանկարծ մեզ չտենան, հանկարծ Մերի քույրիկը շուտ չնկատի, էլի մեզ մեր անակնկալը մի քիչ անես չլի ոնց որ մենք պլանավորել ենք։ Անի Արո, Սերգեյ Հոբելյանն էլ մերի շատ բարի, գնացինք, ուրախացնենք, սեր ու հարգանքը հասցնենք տեղ միանշանակ։ Նային, հա, ոչի տես, նկարում ես, չէ։ Բան արա, էլի կարաս մամսայլուտ տաս, կան լավ ես կվերցեմ։ Կոմոդ կա, կա, դռան մեջ։ Լիլա, լպացքի անում մեր մերի քույրիկը, չել պատկերացնում, որ անակնկալ է եկել քրոջ եղբոր եւ ամուսնու կողմից անակնկալ է եկել հասել է բլագադարնի գյուղ։ Ծաղիկները, ապարանի, տորթը, սպիտակի եւ իհարկե մենք Եղեգնաձորի այս դիջեբը հետևի ջեբը որ հարմար լինի տեսեք ինչ գեղեցիկ ու նուրբ իրավիճակ է ընկերներ սիրուն իսկական քույրիկի Մհեր Ասլանյանը, պարոն Ասլանյան, այդ ինքն էր լվացք անում, լվացքին։ Նոր ինքն էր լվացք անում, թե հարևանն էր։ Տես հան ինձ,
Պետք է անքեն նստածան դե մեծ աղբեր Մհեր Ասլանյան, այդ յուղը դու ես պահում, հա։ Արա քելը առը տեսակ տտամ։ Արի հələ, Խեբալա քելը։ դու ժղես, Ի, բաց։ պարապել ես, պարապած ես։ Հա 65 տարի պարաբերին, Ա, իշ 65, այդ 65-ն չի ասիր։ 50 կասեմ ես։ Հա, հենա տեսան ոնց որ չգիտեին որ գալու ենք, մենակ դու գիտեիր։ Սուրպրիզնի շիրայտ կտվեդի հալքերը կորսան։ Վայ, բարև ձեզ, ընկերներ, ոտներս խերով ձեր օջախ, մի հատ ծափեր տվեք էլ, ուրա մերին, մերի քույրիկ շնորհավոր լինի ծննդյանը, տորը տալիս, ես հավաքվել եք ծնունդ եք անում, հա, բազգում ես, չէ, իշքան մարդիկ են եկել, բայց մարդիկ էլ կան, որ չեն կարողացել գալ, դրա համար այդ մարդկանց տեղը մենք ենք եկել, որ ձեզ ուրախացնենք, մերի քույրիկ, ուրախ եք։ Մացես ջիգարով ժպտացեք, հա։ Շնորհավորանքները ընդունեք հեռավոր տեղերից ու հələ ասեք ում կողմից կլինի։ Կամ կարող հիմա չասեք։ Անի։ Շատ հեշտ կլներ։ Էլի, հələ փորձի։ Սերգեյ։ Ինձ թվում է այս առաջինը պետք է ասեիր Սերգեյի, որովհետև Սերգեյը խենթանում է քո համար, քեզ շատ է սիրում։ Իմ զույգն ու կյանքը, իմ քույրի Անի ու Արոյի կողմից։ Շատ քեզ սիրում են, ուզում են որ ուրախանաս, հա։ Ինչ եք կազմակերպում։ Ընկերոջս բան չասեք իմ Ասլանյան Մհերին։ Պարապած տղա։ Պարապած տղա է։ Մի հատ երազանք պահի ու չիթող կատարվեն քո բոլոր երազանքները։ Իմ հոգու անբաժան բաշին Բոլորն են շատ սիրում։ Սերգեն շատ է սիրում։ Խենթանում է քո համար ու ապերն ու քույրիկն էլ։ Մեծ աղբեր տվեք, ով հələ պարապած տաղա մեծ աղբեր Մհեր, արի հələ, արի մատ դու, մենակ դու ունես այդ իրավունքը, ծաղիկը նվիրես գրկես, նատ է պաչիկ ես անում, դստերիկիտ, հա, բա, որտիտ է, Իմացիր, որ ես գում եմ ինձ պետք չէ Իմ ձեռքով քեզ անցնում եմ այսօր ուրիշին լինի, առողջ լինես միշտ սիրված, մաման պապան էլ թող առողջ լինեն, որովհետև հատուկ ասել են, էլի, Ռուսաստանից առողջ կլնես, չէ, միշտ։ Պարապած է, հա, մոռանում եմ, ես էլ քո համար արիմ այս ֆայլերը։ Առավոտն է ուր են, արա։ Առավոտ քնած էի մնացել, շատ ճիշտ ես ասել։ Հա դրա համար էի ուզում կողերս ջարդեի։ Մի թեթ է, էլի։ Դուսը բան ունի, կախած ես բոքսի տանձիկ, հա, պարապում Հետո այդ լավ է, էլի, յուղի վերջն է ասում։ Խանակ եկեն եմ լավ։ Կվախենան այդ գանից դե բան մնան, դուստը Համենը լավ է։ Համելը լավ է։ Իդա բերքելը բլագադարն է։ Բլագադարն գիտեմ։ Գիտես չէ։ Բան է, thank you։ Շնորհակալություն։ Հա։ Դե հələ դու նստի, ես նստեմ։ Դու ուր ես այդում։ Դուր դնիս, ուր ես դնում։ Դուրը փակելու հետ ես դնում։ Հա, փակել։ Դուրը դնում ես հիմա, հա։ Դուր դրեց մեծ աղբեր մհեր, վсё։ Արի ես էլ ես դուր դնեմ։ Դու խոր ռուլի չես, չէ։ Բա ինչ է։ Ես ռուլավիկ եմ, չտեսա ռուլից եմ իջե։ Մեն այնտեղ էլ ես էրա ռուլավիկ։ Եկի կացերը ռազի տուն ընձիքսը։ Բանը անում, հա։ Այ խոսում ա վր հետ ոնց որ, հա։ Խոսքեր է ասում քո մասին։ Բա ձեր անուն ի՞նչ է, մամայի անուն ի՞նչ է։ Կարին է, տիկին Կարին է թե Գան է։ Կարին է։ Ճալնի շտաբն է։ Բայց ես գացի, խոսում է, բան արած, հայացքը օլորեց դաժե մի պահ։ Ես տեսա, հեսա։ Հա, դե տենց է, որ չոլորի, մեծ աղբեր։ Որ չոլորի ես։ Ոչ արի պոնչը անեմ քեզ, արի մատ չես գալ, լավ, մի արի, լավ։ Բա ինչ կենաց ես ասում ստե հիմա այս պահը մատ այդ կենացով։ Ու կարծիքով ինչ կենացես։ Իմ կարծիքով պետք է մերի կենացը խմբի։ Երև դերգել կյանքի։ Շատ լծա։ Բայց ես չեմ խմում։ Ես խփում եմ։ Աբրի։ Թեթ է, բայց։ Թեթ է։ Ուժեղ բան է, էլի, ուժեղ յուղ է։ Դո։ Կղդո։ Հա դու ասիր պերևոտ, պահանջեցի։ Բաներ ասում ինձ, հա։ Հա, Ա դու պրոբլեմ չունես, բայց պահանջեցի ես։ Ուր է Արոն ինչ անում։ Ասպա է, ուր է։ Մոսկվա է, ինչ անում բա Արոն։ Գազել։ Հացը։ Հենց ասֆալտը դու ես նայում որ լավ անեն, էլի, հենց ասֆալտը գարցեն այ հելնում ես սենց ասում ես կողնայդ կջարդ եմ արել, նորմալ արել, չէ։ Բանձ ինչի կողես ջարդիր։ Հալա չմ ջար։ Հալա չէ, ջարդը լավ։ Հիմա նայ, եսի
Ծառայել ես, չէ՞ մեծ աղբեր։ Էսի ծառայության պես բան է, էլի։ Զենքը թավակում ես հիմա։ Այս էս պետք է հավաքես, այսպես։ Դե ես կասեի որսի պես բան։ Հա, որսի պես։ Ուրա բան պետք է Հանգիստ։ ուրա զենք, ուրա հետ ներնի։ Ու բացեր լքսը առանց պատրոն որսի չես տա։ Հա։ Քանի հոգի են ապրում։ Բլագադարնիում։ Թիվը մարդկանց ընտրություններին քանի ձեն ունեք։ Հնձիկ ընտրեք, չէ՞ որ դնեմ տեխնացիոնս։ Առաջ համար առաջին կաբյաթը, չէ՞։ Չէ, մի համոզի արադ լավ էլի եկել։ 70 տունին, 69, 71։ Հա։ Էլի ասին կերի դա Հա։ ժամանակի։ Где-то մի 200 քանի հոգի օբշի մարդ, 200 քանի։ Դե բարեկամներ, ձեզ լավ օր։ Ինչ ասեմ, ախպեր դուք գործեր։ Հարգանքներս բոլորիդ առողջ ելնեք։ ճանապարհ Խնդրեմ։ Բրատվա, ճամփենք Էդ ի՞նչ է։ բրատվա։ Դե ուրեմն գոնե էլի վերցեն, բայց բան մեծ տորթի համար բերենք, լսենք մեջ չտանենք։ տարը տես Հա, չէ, թե աշխային տար Լսը, ապրիկ շատ շատ Я благодарен. Ох, у нас благодарны. Я благодарный. Ես խալախաշ տես, գիլան վրա չիտան, հələ։ Գիլան ի՞նչ է։ Հա, գիլաներ կան ընդ։ Գիլանները մեծ են, բայց։ Հա, դե ինձ մեծ են ապետ։ Հա, ապրեք դե։ Բարեկամներ ուժեղ ստացվեց բլագադարնիում, մարդիկ բլագադարնի են, ես էլ դարձա բլագադարնի, այնպես որ հիմա բլագայով գնում ենք մենք բլագադարնիի բլագաները, որը շատ համով է, եսի կարաս ուտես, փորձես տենաս համոզվես, հովոր ջան, աղբերս, շնորհակալ եմ քեզնից, յա բլագադարնի, բարեկամներ հենց բլագադարնի գյուղն է, որ բոլորիս պետք է հուշի, որ պետք է լինենք շնորհակալ, բլագադարնը միշտ, այնպես որ երկուս էլ դռներս չփակ է, հա։ Բարեկամներ, եղեք միշտ շնորհակալ, հարգեք մեկը մյուսին, իսկ մենք գտնվում էինք հենց շնորհակալ մարդ լինելու սկզբնաղբյուրի մոտ, բլագադարնի գյուղում ենք մենք, ընկերներ, շնորհակալական գյուղում, շատ լավ գյուղ էր, դուրս եկավ, Հովոն էլ հավան է, ուզում արենի տուն տեղ ծախի գազդե տուն առնի, չէ, բայց Հովոս մնա էլի, մնա դու իս պետք ես, մնա հա գործեր կա, դե բարեկամներ գնանք տեսնենք էլ իշկա ճանապարհին կնկարենք, հիմա ուղևորվում ենք ուղիղ Գյումրի, բայց մինչ այդ պետք է լիցքավորենք մեքենան, մեքենայի բողազը լցնենք, նոր գնանք առաջ։ Անավանի լեռներն են ընկերներ, տեսեք ինչ գեղեցիկ են, ձյուն է եկել արդեն, սրտերն ընկավ էլի, ինչքան էլ ասենք չընկնի մեկը անգավ։ Բարեհաջող լինի ամեն ինչ, իսկ մենք գնում ենք Գյումրի։ Բարեկամներ, հիմա ես ու Հովանեսը ուղևորվում ենք ուղիղ Հոբելյարի տուն։ Գնանք սիրուն անակնկալ անենք։ Քո երասը միացած է հասցան։ Բարեկամներ, Գյումրին է գեղեցիկ։ Գյումրու մեջ ենք հիմա ու խառն ենք ահագին։ Ու շատ ուշանում ենք, այսօր քնած մնացի, սա գործես խառնվավ իրար։ Խորհուրդ է տրվում այլևս։ Ալո, բարև ձեզ Անահիտ քույրիկ, ո՞նց եք։ Ես էլ եմ լավ, բա ինչ եմ, հենա Շառլ Ազնավուրի հրապարակում եմ ոնց որ։ Հəl մտենամ Շառլ Ազնավուրն է, թե չէ։ Հա։ Չէ, գալիս ենք, ուղղակի այսօր մի քիչ Ոնց, հյուրերն չեն գնացեն, չէ 2 րոպե չսպասին, քանի ժամ են սպասել։ Ժամը 4-4 ենք պայմանավորվել։ Հա, բայց ես ժամը 2-ին ասել եմ, որ ուշանալու եմ, ինչ անեմ, քնած եմ մնացել։ Դե ոչինչ, հյուրերը կփոշմանեն, որ գնացին, հյուրերը որ մնային, լավ կլներ, որ չեն մնացել, ես կգամ տատիկին կսիրաշահեմ։ Տատիկի անունն ինչ է։ Գան է։ Գալիա, հա, Գալիա։ Հա, բա անակնկալը Ֆրանսիայից 3 թորնույների կողմից է, թե փոխվել է։ Հա, չէ, նույնն է, թորնիկների կողմից է։ 3 թորնուհիների կողմից, թորնիկ են, թե թորնուհին է։ 4։ 3-ը թորնույն են, մեկը տղա է, թորնիկ է։ Ահա, դե շատ լավ է, տատիկը ուրախ է հիմա, թե չէ։ Հա, լավ է, համեշ կլսի տատիկը, պատրաստվեր կքնելու չեմ թողեք։ Ահա, ճիշտ է կար, ախ ինչ քնելու ժաման չի այդքան շուտ քնում, առավոտ շուտ էլ հելնում է սաղից զարթնացնում, հա տատիկը։ Չէ, մարդիկ կա մենակ
կմնա տանը։ Գալյա տատիկը մենակ, հեսա գանք ուրախացնենք Գալյա տատիկին։ Բա Ֆրանսիայում իր աղջիկն է թե տղան։ Աղջիկը Արմինեն։ Արմին է, բա Փեսայի անունն է։ Հակոբ Անուշ աղբեր, Արմինն է քույրիկ, Ֆրանսիայի 3 թորնույների 1 թորնիկի կողմից Նադիա Մարիամ Սիլվա Ֆրոնզ։ Նա տեսակ, սա գրեցի, մոտս գրանցել եմ, որ գամ տատիկին ուրախություն բերեմ։ Դե լավ, թորնիկներ, տեսեք, դուք չսպասեցիք Գալյա տատիկի ծննդը իմ հետ շնորհավորեք, դուք գիտեք։ Ես գալիս եմ մենակս հեսա 4 թորնիկների տեղը կհանեմ։ Ուրեմն ես արդեն հասնում եմ, հա բան չի մնում։ Հəbə ինչ եղկեղնի։ Հəbə երթամ հասնիմ Գալյա տատիկին։ Հեսա հասնում եմ։ Ես բուտկեքի մոտով մտա։ Հիմա եկա գազելներն են ինձ դիմավոր է։ Շենքը ձախից տեսա, այս շենքը մտնում եմ Հայատ Պադյեզդ եմ մտնում, այս շենքերի արանքով մտնեմ։ Դուք էստեղ եք հիմա։ Աննահիտ քույրիկ։ Դե լավ է, որ դուք մնացել եք մեր ուխտին հավատարիմ ու սպասեցիք մեզ։ Ես եկա, հիմա կանգնել եմ այսպես մեջտեղը, որ Պադյեզդն է։ Լնայք երևում հա։ Այդ ես եմ վառեմ մարեմ։ Այդ դուք եք, այդ լվացքի բալկոնը։ Այդ դուք եք հա։ Դե այնտեղ կմտնեմ, հա, անայդ քույրիկ։ Էս ինչ սիրուն շենք ունեք դուք։ Նախանձելի սիրուն շենք հա։ Դե լավ, հեսա տորթը ծաղիկը վերցնենք անք տատիկի մոտ։ Բարեկամներ, ֆրանսիական նրբագեղ անակնկալ ենք անելու Գալյա տատիկին։ Գալյա տատին հազի պայել եմ, որ չքնի։ Այստեղի թորներն գնացել են, չեն սպասել մեզ, թորնիկներ ինչի չեք սպասել, որ ես էլ գա իրար հետ սիրուն ուրախացնենք տատիկին, դե որ չեք սպասել ոչինչ, ամեն դեպքում դուք ես քաղցր տորտից չեք ուտի, կամ էլ վաղը կգաք կուտեք, չգիտեմ, որ ուտեք խաբար կանեք, մեկնաբանություն եմ գրեք, որ կերել եք կամ չեք կերել, որ իմանանք ինչ է լավ վերջը, սիրուն տորտ է, Գալյա տատիկը, ինձ թվում է էլեգանտ տատիկ է, գնանք տատիկի մոտ, Ջումրվա գեղեցիկ հանդարտ երեկոն էր, եկանք ես ու Հովանեսը, վերցրու ծաղիկը Հովանես ներսից, տատիկին մատ խլապուշկայով շնորհավորենք, այսօր տոն է, իրական տոն, տատիկի ծննդյանոր, սրբության ծննդյանոր, տատիկը դժվար կյանք է տեսել, ինչպես որ բոլոր յումրեցի մեր բարեկամները, կորստի ցավը մարդուն կիսում է շատ ուժեղ, շատ կոպիտ ու անսպասելի։ Դրա համար Գյումրիում ես գտնվելով միշտ ինձ լավ եմ զգում, ուրախ եմ զգում, այս շենքն շատ սիրուն է, նկարի շենքը, հասցրիր նկարես։ Բարձրանում ենք երրորդ հարկ ու դուռը Կարիշնիվի դուռը։ Հովանես, օրը ինչ սիրուն, ամեն ինչ սարքած է։ Լավ էլ պահել են մեր գյումրեցի բարեկամները իրենց շքամուտները, այսը լիֆտ կարարել ներստե բայց չկա։ Հելանք այս երկրորդ հարկ չէ, երրորդ հարկը ձախ բանն է, Կարիշնիվի դուռը։ Գալյա տատիկին գնում ենք շնորհավորենք, ահա։ Թող մեր Ֆրանսիայում ապրող քույրիկի անունը Արմին է քույրիկը եւ Հակոբ եղբայրը իրենց երեխաների հետ միասին շնորհավորում են Գալյա տատիկի ծննդյան օրը գնացինք շնորհավորենք։ Գալյա տատիկը պիտի ուրախանա։ Հիշի Հովանես, պիտի ուրախանա։ Բարև ձեզ, դուք Գալյա տատիկն եք? Բա Գալյա տատիկ էդ ոնց է լավ եկար դուրը հեզ դու էլ բացի, շնորհավորնի ծննդյան տորը, հլե ժպտա ուրախացի, ես քո թորներն եմ դու Թե հնալիներ լույս աշխարհ կա Նաշում ինձ, բայց այդ պրոբլեմ չի Շնորհավոր ծննդյանը տոր, արի հլը դու արի ներս, արի որ մենք գան Եկել են քեզ ուրախացնենք, հլ ուրախացի Դե ինքը պետք է գա, նոր դու ոչինչ ճանչնալը, ոչինչ, էդի պետք չի, էդի հետո ես կասեմ մենք ով ենք Գիտես ով ենք Եկել ենք քեզ ուրախացնենք, ինչ չես ուրախան, մենը ծիծաղի ուրախացես անակնկալը հետաքրքիր ձևերով Քեզ շատ սիրող մարդկանց կողմից Գիտես, չէ ես ուր եմ գնում եմ այնտեղ
որտեղ մարդիկ պետք է շատ ուրախանան ու բացական մարդիկ ունեն, որ հերու են մի քիչ։ Հա, Ով հերու կլինի։ եք։ Հա։ Հերու մարդիկ ունես, որ շատ կուզեն ստեղ լինեն, քեզ գրկեն, պատճեն ուրախանան։ Հա, ես բարեկամ չեմ։ Հա, բարեկամ եմ, բայց բան։ Ես բարեկամ եմ, դու էլ իմ բարեկամն ես, բայց ես ուրիշ մարդկանց կողմից եմ եկել, ինձ ասել են որ գամ։ Բայց մենք կայնել ենք, ուր նստենք։ Հազիվ եկեք կայնել ենք կողը։ Ծննդդ ենք շնորհավորում։ Մեծ երազանք պայ չի։ Ինչքան հարցեր է տալի։ Մեր գալիա տատիկը։ Սա ինչ հարց։ Այ ինչ սեմ, բանը մեծ փչեի, փչեզա։ Ես քեզ սիրում եմ Ասում եմ թորները չեն սպասել, հələ գնացել են։ Տես ինչ լավ տորթ ենք բերեք։ Ես տորթեր սիրում ես։ Չէ, դե Տենց տես չէ, ես իմիջ ձևի հա։ Բայց ես քաղցրությունն է բերել ենք քո համար։ Տալիս եմ քեզ։ Վերցրու։ Վերցրու այդ քաղցր։ Չէ, դու պետք է վերցնես, գիտես ինչի համար։ Որ այս քաղցրությունը այսպես մատդ կպնի քաղցրվի։ Ապրի, Սերգար Արևյանից, ապրի։ Դե հիմա դու դիրեն դե։ Բալիգունից։ Հա։ Հա, դե ապրի բալիգունից։ Երեկն են։ Հա, երկհատ։ Հա, երեկը։ Երկու բալիգունից։ Հո, իսկ ծաղիկներ են վերել քեզ։ Իմը, լեսի բայց դու վախեցող ես, вообще վախենում ես։ Չի։ Չէ, դե չվախենաս։ Վախենաս։ Թող քեզ ամուր կրկեմ Շնորհավոր ծննդյան օրը։ Ես չվախենաս անկարծ, ասում էր չեմ վախենում, բայց այդ ոնց է լավ վախեցար։ Բռնացել իմ։ Ահա։ Գիտես էս ինչ է լավ, էս ինչ կատարվա։ Դու կոքն եք, չէ՞ որ ստեղ, գիտե չէ ես պետք է ավելեմ էլի։ Հա, տեսեք, հա։ Չէ, կավլի, ինքը կավլի։ Հա։ Քո ինչտե։ Հարևանը, բարեկամը։ Քերուս կնկա աղջիկը։ Քերուտ կնկա աղջիկը։ Շատ հաճելի է։ Ինչ ուրախանալ ուրախացար։ Գիտես ում կողմից էր այս ամեն ինչը։ Օգնեմ ասես։ Ասա։ Դու օտար երկրներում ով ունես։ Ֆրանսիայից։ Հա, Ֆրանսիայից դու Հակոբ Փեսաչ ունես։ Ունես։ Ինե աղջիկ ունես դայ թորնուհիներ Նադիա Մարիամ Սիլվա եւ իհարկե մեծն Ֆրուզը։ Ֆրուզը ամենափոքրը Ֆրուզը։ Հա, մեծն Ֆրուզը։ Ինքը մեծ մարդ ալնելու էլի։ Ֆրուզը անունն է բա։ Չիճան, ինչ էր։ Օ, ինչ էր։ Հա։ Հա, դե նոր ասում էր քերուս հարսը։ Հա, խապել ես։ Սուտ ես ասել։ Լավ ես արել։ Ես էլ քո ծնունդն է, ինչ ուզես կարաս ասես։ Բայց ինչ ես խապել, ճիշտ է ասա, ճիշտ է խապի հիմա։ Այդքանն ես խապը մենակ։ Այդքան է։ Բայց ինչ անենք հիմա այդ հանք մենք։ Դուրը մեդիկ Արմինեն է խերգի։ Հա, Արմինեն է խերգի։ Բա դու ես ինչ բարի հայացք ունես։ Բայց ինչ ես անում սաղուրը, չես տես շուտ քնում որ։ Չեմ քնել, սարթուն եմ։ Դե նա ասում է բանա չի թողել, դու ասում ես մի շուտ ես քնում։ Հա, դե նստի տելևիզոր նայել քո համար։ Դու ստե կաբրես չէ։ Չէ, ես եղեգնաձոր կապլիմ։ Հա, մենք Էլ ինչ հարցեր կա, ասա ես պատասխան ես, ուզում եմ քո հարցերին պատասխանեմ։ Ուրախ ես, բայց ուրախացել ես։ Հա, շատ։ Դե մա ժպտա սենց։ Իմ երեխեքը շատ լավ են։ Դու էլ ես շատ լավ է։ Սիգուն կենձի, վաբսե։ Ամեն ինչից կայնաձե, փեսես, տղերեն, կենես, շատ լավ է։ Տղես, թորը, իրան տղու։ Հետո Արմինեի ընտանիքը, իրեք աղջիկ մի հատ տղա։ Բան չի հետը չեն ապրում, սաղ հետ կրվում ես։ Չէ, Չէ, ոբշե։ Տղես ու հարցս, տղե թորս գնացել էր գրաթա, դա տուն ունի, տեղ ունի, նավրս։ Դու էլ ստե տուն տեղ ունիս։ Համենակ է։ Քեզ էլ ասում են արի, ասում ես բայց իմ տուն տեղում թողեմ գամ։ Հա, դա էլի։ Չէ, իրան է տները, տվել եմ իրան։ Հա, տվել ես արդեն։ Դե ուրեմ դու գնա իրա մոտ։ Գնա Կրասնոդար, արև, սիրուն։ Գետաս ծով, Սոչի բան։ Չէ։ Դե գալիա տատիկ, բայց անտել որ ռուսական գալիա անունա, կարաս տես Ռուսաստան ապրես էլ, որ չեն էլ ջոգի հայ ես։ Вообще կարաս տես դե թոշակ, մոշակ լավ է էլի, չէ։ Հա։ Աբրահիմն է ցեզ ինչ օգուրացել։ Լավ ասա, մենք գնում ենք, մենք գիտես որ պետք, այսօր ուշացել եմ, ես շուտ պետք է գայի քո ծննդը շնորհավորեի, շուտ պետք է ինձ այդ հարցերը տայի, շուտ պետք է խապեի ինձ, բայց բան է լավ էլի, սենց էլ ված չէ, լավ, չէ։
Սրտովդ է, չէ, սրտովդ է, չէ։ Հա, բա խափեգ է։ Խափեգը լավ բանի համար բայց։ Պես ու տղեն պետք է կան։ Ու նայեմ։ Հա ես պես անեմ, բանա։ Ես չէի սպասում որ ինքը կբացի ճիշտ ասած։ Դե արի մատ քեզ գերկեմ եկամ տորնիկներ կողմից, 4 տորնիկի կողմից, առողջելի լավ էլի, ֆրանսիական նրբագեղ ճաշակով սերա քո հանդեպ ձևավորվում, հա։ Ես մեծ սիրով կմնայի, տատի հետ այնքան հավես է խոսալը, բայց պետք է գնամ, ինձ սպասում ենք ուշանամ, արդեն ուշանում եմ։ Այսօր մնացել էի քնած ուրեմ, պետք է շուտ, չէ ես եմ քնած մնացել, պետք է շուտ գայի։ Քնած եմ մնացել ուշրեմ եկե։ Համի ինչ եղենք։ Հեչ բան։ Այդ օրը մար ես երթամ։ Ապրիս գոյեմ շնորհակալ։ Ես երթամ, ես էլ եմ շնորհակալ, հա։ Բա կարող ես հետը ստանեմ եղեգնաձոր քեզ։ Չի կոմի։ Չէ, դե լավ ուրեմն մնաս դե։ Լավ էր տունը տեղում ես, սա։ Մեկ օր կպատայի շարժ, խնդրեմ։ Հա, մեկ օր կգամ, պատահելու եմ ես մեկ օր քեզի։ Դե լավ մնա, տատի։ Դե մենք երթանք։ Լավ մնացեք։ Բարեկամներ, մենք գտնվում ենք Գյումրվա Մովսես Խորենացու շենքերից մեկում։ Շատ սիրուն շենք է։ Անտիր։ Մեղվի աչեկեքով։ Սալիկա պատ։ Որը տակ հաստ է, շենք ընդհանուր է ջերուցում։ Ահա բարեկամներ, արա բայց ես լվացքի սիրուն հալնայի։ Ճաշակով սիրուն հայոց լբացք ընկերներ։ Այս անգամ մանրունքները մեր հայրենակիցներ շատ սիրուն են անում։ Իսկ մենք գնանք մեր կարևոր գործերը անենք։ Գնանք հաջորդ կարևորագույն տեղը, որտեղ մեզ սպասում են ընկերներ։ Եվ այսօր իմ քնկոտության պատճառով սա գործերս ուշացրել եմ, բայց ոչինչ։ Բարեկամներ, Հովհաննեսն էլ չի փակել իր դուռը, չգիտեմ ինչի։ Ինադու անգե հետս ասում եմ սաղոր ես պետք է դուռը չփակեմ ախպեր։ Ես էլ ասում եմ Հովհաննես վերջացրու։ Բարեկամ, ինչ ես անում դու։ Վարդան է, որ իմացավ, չէ։ Քեզ չի ներելու, որ դու իս ջղայնացրել ես Հովհաննես։ Հովհաննեսը դեռ մանկուց սիրում էր դպրոցում չարաճճություն անել։ Երբ նա մեծացավ, եկավ նստավ կողը, սկսեց ինձ ջղայնացնել։ Դուռը չի փակում։ Էլ ինչ ես արել։ Ոչ մի բան չի արել, լավ է։ Ինչ ես բողոքում, հա։ Չեմ ջոգում, արա, ինչ ես բողոքում։ Լավ տղա է Հովհաննեսը։ Գնացինք Գյումրվա գեղեցիկ փողոցներով մենք հիմա կերթևեկենք դեպի Ես մի թեթև Հովհաննեսի վրա տաբլոտած քշեցի կենտրոնական մաս, անուշ ախպերը մատ պիպիպ, ես էլ մի հատ պիպիպ, բայց դա հասկացողության կենաց էր ուղակի։ Դա ոչ մի վատ բան չէր ներառում իր մեջ։ Օր այս թաղերը միշտ մեկը սիգնալ է տալի ինձ։ Գնացի այն օրն էլ եկա ասते որ ձախ մտնեմ, բարեկամ, մեկ էլ դիմացիցս մեկ ուրիշ բարեկամ ուղակի նա ագրեսիվ դիդի տվեց, այդ ծեր չէ։ Այն որ ագրեսիվ սես երկար սիգնալ տվեց, ասի ինչ ասում ես կոդն էլի, մի հատ էլ ես տվիմ, ասիմ խելոք մնա։ Ես իան վատ բան չեմ ասեմ։ Ահա բարեկամներ, դա այսքան է, ինչ ասեմ, այդքան էլ ասել բան չկա։ Ուղղակի մենք գնում ենք։ Գնանք կհասնենք հաջորդ հասցեքը միանամ ձեզ։ Հա լայքել է։ Ախպեր ես զգացել եմ որ պետք է չասես լայքել, որովհետև եթե մարդիկ ռեալ ուզում են որ լավ լինի, առանց քո ասել լայքում են, ունեցն ան որ տեսանյութերը տարածվի, սիրուն լինի, էլի որ առաջ է թա լավ ալիք է, ինչ վատա որ գալա տատիկն էլ վկա։ Գալա տատիկ հարգանքներս հուսով եմ կտեսնես այս տեսանյութը, կասես էդիշ լավ տաղա երեգե իմ մոտ, ես էլ չիմացա, ինչեղ չիմացա որ ինքներ։ Չէր ճանաչում, չէր ճանչնա գենզի։ Դոր համար սպես վիզիոներ կտեսնի, կճանչնագը հաջորդ անգամ տենալուց ավելի լավ կլիգը։ Գնացինք բարեկամներ։ Գնացինք Հովհաննես, գնացինք, գնում ենք։ Պստիկ աղջկաս 10 Դա ծաղիկ ունի։ Հա։ Դա ծաղիկը թո ապերը տա, բայց ծաղիկը կային կողս։ Մերոպե, պապանա տալի։ Հա։ Էսի աղջկատ։ Էսի բանը էսա կանի Հա, շեֆերը կա։ էլի շեֆը։ Հա։ Մոմ կավր են, մոմ սալուտ։ Հեսա կպերի։ Մի հատ բան վեր, գմփիկ վերցելի, հա։ Թե հնալին է լույս աշխարհ կալ մի օր նորից Կոզեի ծնվել ես իմ նույն հարազատ մորից Որ մանկության Գլխացավ դերում ես։ Հա։ Թե մենակ ասիր։
Մենակ ասի, ախ։ Դու խմեն։ Անակնկալ էս ամեն ինչը իր տղաների հարցների կողմից է։ Հա։ Տղաների հարցների կողմից, էսի ախպեր, էսի կտաս պապային։ Էսի կուրսեցիներին է ես կտնամ, հա։ Էս պայ հովո։ Հետո կտանք ինչ-որ մեկը, կանեք։ Всё, այսպես։ Տիկին Ժենյայի 60-ամյակն է։ Երեխաները հավաքվել են անակնկալ են անում ամուսինը։ Պապայի անունը ի՞նչ է։ Մանուկ։ Տիկին Ժենյանն եւ պարոն Մանուկը բավականին ժամանակ ամուսնացած են, այսօր մեր Տիկին Ժենյայի 60-ամյակն է եւ նա ունի հետաքրքիր անակնկալների մի փաթեթ։ Երեխաների կողմից, ամուսնու կողմից եւ իհարկե ինչը ինձ համար շատ զարմանալի եղավ եւ ուրախանալու կուրսեցիների կողմից։ Մարդիկ իրենց կուրսեցիներին 1000 տարի չեն տենում, մարդիկ էլ կան կուրսեցիներով ունես կապ են պահում, որ ծննդյան օր են հիշում ու շնորհավորում մեկը մյուսին։ Այնպես որ հիմա միայն ուրախ օր է, գեղեցիկ օր, գնանք տենանք ինչ են ստե մտածել, ձևավորում ունենք սիրուն։ Բարև բոլոր նրանց ում չեմ տեսել։ Ոնց եք, լավ է տրամադրությունները ձեր։ Փարկասյալներից։ Մեծ ախպեր ձեր են գյուղի մուտքն չեն քարապատ է։ Քարերը դրել են այս մեծ։ Էդի վարկելու ասել։ Շինարարն է, ուր է շինարարը։ Ինչ եք այդ քարերը դրեն դե։ Դրանց չի աշխատում։ Հա, բա դրա համար եք դրել, որ չէ, հա, բա որ չի աշխատում, ես ոնց մտա։ Մենք մտնում ենք գնալու։ Ինգել եք դեմ դելի դե։ Հա, լավ, դա չի աշխատում մի խոսքով։ Բա մեր հոբելարն ուր է, չի լսում ինչ ախորը հիմա։ Մանուկ մեծ ախպեր։ Մանուկ մեծ ախպեր։ Դու այսօր ռոմանտիկ պահեր ես անելու խաբար ես։ Պաչ ես։ Պարապիս ես բաներ ար, դեզերտի, որ ես լավ էլ էլի։ Հալնելու է չի կարա չլնի։ Ուրեմ ոնց ենք անում, անում ենք հետևյալ, ես տորթով մտնում եմ, ծաղիկները պահում ենք ստեսախ, ծաղիկները դուրստ է, գմպիկներ պահիստ է, բայց այդ ձևավորումը կարել են ցանել, որ ենք նայր ավելի շատ էլի։ Հարցը լրիվ ջոգում է, սաղ գիտի, թեմայի մեջ է, նայ, հարցն է, բայց թե հարցի, կոշից, հա, նոր ձեր յուղն էի, ընդից է ռազվարոտ է մարը եկել է։ Խնամին է, էլի, լավ խնամիկ էլի, հարգանքներս։ Այնքան շատ լավ է, որ ասենք, ես ինչքան քանատ խնամին եմ ողբի։ Դու ունես։ Անձի լիքն է, ինչնա շատ խնամիկ եմ։ Դեր համար ես սովորել լավ խնամիլն էլ։ Մալադեց։ Էդի պապական եկատոց, հավատ։ Ես ուրախ հպարտ եմ։ Սաղդ մտնում եք ներս, հետո սաղդ ելնում եք դուրս։ Հա, մտեք ներս։ Գղալն է։ Էդի չէ, կանի, հիմա չէ, հովոյի մոտ թոլի, հովոն կտա։ Էդի դու քո համար սուս կային հեսա ես կասեմ սաղ կանենք Ժենյա Մանուկ դելիլիթին էլ չենք շնորհավորում։ Լավ խաբար պետք է ստանա, դրամա ես էլա դուր թե։ Լավ խաբար, էդ ես եմ թե էսի։ Օբշի հա, դե լավ, հա։ Դե կլի։ Դե գնացինք, լավ, հա, ներսն են բոլորը։ Էդ հիմա ինչ, վсё, մենք եթանք, հա, գնում ենք, լավ, արեթանք երաշտությունը կտրենք, լտենանք ես ինչ ուժեղ են աշխատել, որ Տիկին Ժենյան չի կասկածել ինչ է կատարվում։ Այ, բարև ձեզ, ես ինչ եք արես, հավաքվել եք ծնունդ եք անում, այսքան մարդ կաստ է չգիտեմ, հիմա ծափեր տվեք։ Որտեղ եմ է Տիկին Ժենյան, հոբելյարը, թագուհին այսօրվա, եկեք, դուք ունեք գեղեցիկ անակնկալ։ Ծափեր։ Մենք եկել ենք հեռու տեղերից, շնորհավորենք ձեր 60-ամյակը, լտեսեք ոնց էլ ընդգծել են այդ 60-ը։ Չէ, կանի, հələ չփչես, կանի, դեսի տատիկի պահնա, տատիկի անդեպ եղած սիրո պահնա, որ ծափեր տակ, հələ ծափերը մեծ թարմացրեք։ Տիկին Ժենյա, ձեզ շատ են սիրում ու սերը գիտեք երբ որ բանից է սկսեն, որ ձեր բարի ոտքը մտել այս օջախ, ծաղկացրել, շենացրել է, մեր մեծ ախպեր Մանուկի սիրտն է տաքացրել։ Ու այդ տաքությունից ծնվել են լիքը բալիկներ, թորնիկներ, ծորնիկ ունեք, չունեք։ Նայեք ուրեմ, թորնիկներ, բոլորը ձեզ շատ են սիրում, ուրախացել են ձեր ծնունդով, ձեզ շնորհավորում են ձեր երեխաները և ամենակարևորը, ամենահզորը ձեր Մանուկ
ամուսինը, ով շատ է ձեզ սիրում, խենթանում է ձեզ համար, ու հերվից նա կամած սիրով լցված մոտենում է ձեզ պարապելա, որ գա պաչի, ունես որ մի հատ երազանք պահեք, պչեք թող գա, գալիս է, ասպետն է գալիս։ Աշխարհի չափ ես քեզ սիրում եմ Այս քաղցրությունը ձեզ եմ տալիս, բայց դուք չեք վերցնում, որտեվ երեխա եք գրկել, դրա համար կտանք ում, տալիս ենք, ով կա, հալա, տամ ձեզ դուք փոխանցեք ինչ-որ մեկին ես սերն ու հարգանքը, բայց հələ կարդացիք, էստե ինչ էր ագրած։ Ուրեմն սիրելի կին, ամենալավ տատիկ, սիրելի սկիսու մայրիկ, արա, մոռացել եմ Հարսիկի սիրո մասին, Հարսիկը արի մատ պաչի։ Հարսիկը թող պաչի, Հարսիկը թող պաչի, սկզբից Հարսիկն է, չէ պաչի, էլի, պաչի։ 32-0 պահին օջախ իրանք են պահում, 2 Հարսիկ ունեն։ Տիվ Հարսիկին տեսա, էլի, հելել էր սաղ դզրտում էր, ապա կազմակերպում էր։ Դե Հարսիկը տանում է տորթը, են որ տարավ, այդ պահին, ամուսնու սերը պայթում է, եկավ, գալիս է, հերվիսն է, նվիրում ես, են ոնց ասել եմ, ջիջարով պաչում ես, էլի։ Իմ սիրովատը կյանքիս, երկս նազելիս, քեզ եմ երգում ես կարոտով, ու կերկեմ հա։ Այ մարդ, ես ինչ պաչիր, սա պայթավ, ծրվավ, ես ինչ չելավ, ես ինչ արի։ Դե մա թևդ քիչ ուսայլ է, լտես քիչ դա։ Երկս նազելիս, քեզ եմ երգում ես կարոտով։ Ասեմ ձեզ, դուանց դուրս, սենյակ։ Բարեկամներ, ուրեմ, ինչ է կատարվում հիմա, տենում եք, չէ, անակնկալը։ Անակնկալ ունենք նաև դրսում, որը մրսում է, գնանք շուտ, որ այդ անակնկալը։ Լով բանը, ընտիր բանը։ Մերսեդես, մակնիշի, ավտո չի, եկեք։ Ախպեր, ես սաղ տվել եմ, ինչ տվել եք իս տվել եմ։ Հələ ուրեմ ես, մի րոպե, հոբելյարը թող մնա, դուք ով ուզում ա տենա ինչ անակնկալ է, դուրս եկեք դուք մտ ապշեք, նոր հոբելյարը դուրս գա։ Այդ ես նկարելով, ապրեք, այս ես բոլորը ծիրուն միանման նկարեք։ Հələ գնացեք, բայց ես գուշ կլնեք, հա, վտանգավոր է։ Թափով ջուր է այդ։ Ինձ ասեցին նաև, որ 20 տարի առաջ այսօրը անակնկալ եք ունեցել, ձեր որդուն տարել են բանակ, հա, պետությունը անակնկալ է արել։ DJ-ը սպանում է, շատ լավ DJ ունեք իրականում, հա, ես գոհեմ, կան իչ է։ Լիլիթ, լսել եմ ամսինին քո ծնունդն ալնելու, հա։ Քեզ շատ են սիրում բոլորը, ես որ կլնի ամսինը իմացի, ես քեզ շնորհավորել եմ, էլի։ Հիմա եկեք գնանք։ Ես ասեմ ձեզ, այս պահը գեղետ չարն էլ պատրվավ, իմացաք։ Հիկին ժենյա, չարը ձեր օջախում պատրվավ վերջ, նա տեղ չունի այստեղ։ Հետևաբար չարը գնաց, սերը եկավ։ Եկեք սերը ձեր աչքերով տեսեք, եկեք։ Հենց որ դուրս գա հոբելյարը, կարծես թագուի եք դիմավորում, ծափեր կտակ էլ, ես Մամուզում եմ ես առաջվա պես օրոր ասես Քո անուշ զայնով սրտիս հետ օրերով Ձեր հանդեպ ձևավորված ձեր հարգանքը, որ ունեք ստեղծած, այս մի անկյունում փորձել են կազմակերպել, ձևավորել, հետևաբար այստեղից այս սիրուն թագուհու քայլվածքով գնացեք, դուք արժանի եք, հա։ Ծափերը տվեք։ Փաթաթվիր ինձ մամ քո Ես կհասնի գիտեք ինչը, բացի ձեր երեխաների սերը, դուք այնքան լավ ազնվորություն եք եղել ձեր կյանքում, որ ունեք նաև լավ ընկերներ, իսկ ավելի կոնկրետ կուրս ընկերներ։ Ձեզ շատ են սիրում իրանք, իմ արև սաղ գիտեմ, ես KGB եմ։ Ու որ գիտեմ, էդի հերիք չի, մի հատ էլ նվեր ունեն ձեզ, ու այդ նվերը հեսա ձեր որդին, որ 20 տարի առաջ գնաց բանակ է, ձեզ տխրացրեց, հիմա կուրախացնի այդ նվերով, արի, ուր ես, Սամվելն է գալիս, Սամվելը ձեր կուրսեցիների նվեր
կտա կնվիրի, մի հատ էլ ծափեր կտան։ Եվ հիմա թորնիկների հերթն է, որ իրենց սերն ու հարգանքը ցույց տան։ Թորնիկներ հերթով, կարգով, շարքով, ահա։ Մի խոսքով են հին ձևերով հիմա հյուրերին գցում եմ կրակը։ Հիմա նվերներ տալու պահն է, ծրարներ բերեք։ Անիկ լինելու համար։ Իհարկե կողը կայնած մի հատ քաղցր անուշ ամուսին։ Ուրա փախենա։ Արի դու ես սիրուն ես պահը, բայլեք միշտ։ Ես ձեր ստեղծած գեղեցիկ ընտանիքն ա, գեղեցիկ էմոցիաներն ու տարիները ձեր շնորհակալ են։ Մեծ աղբեր մանուկ քեզ էլ են շատ սիրում։ Քո համար բաբշե խենթանում են։ Հələ դու սպասի թո ծննդդ գա։ Սպաս։ Հա, մյուս տարի կարուսելա էլ կգա։ Դե միշտ սենց հարգված լինեք, սիրվածը, ով ա ուզում գնա հոբի։ Օ, նվեր ա գալի։ Ով ա նվերը տալի։ Քույրիկն ա։ Քույրիկ է եկել։ Կանեմ սիրուն քեզ, իմ աչքի լույսին քեզ, իմ օգու անբաժան բաժին։ Առաջին, ուր ես գնում ուր, խնդրում եմ ձեռքը տուր։ Բանը, դեղս դու, էլի, դեղս դու, աղբերական դեղս դու, գլուպսս լավ։ Ով է գալիս, ով է մոտենում ձեզ, խնամին եք։ Իմ աչքի լույսին քեզ, իմ օգու անբաժան բաժին։ Ակտիվ հարսի պապային էլ տեսա, մեծ աղբերը, կոշեցի, որ չի խմում վապշը։ Ինքը մանկուս չի սիրացել խմել, բայց քանի որ պահը վրա հասավ, պայթեցում պետք է լինի եվս մեկ։ Հպարտանամ, որ ունեմ քեզ պես քույր, որ ունեմ Ես էլ դուար աղբեր, եսի բանար աղբեր, բաց։ Ուրեմ երկու հարց մի տղա տեսել եմ, երկրորդ տղա տուրա, ստե հա։ Եսի վերց, ես կլծեմ։ Ես խմել չեմ սիրում։ Հա, ճիշտ ես անում, լավան։ Օ, երկու հարցների հետ, հզոր նկար, հզոր տեսարան ու պա։ Համադրություն մենք գնացինք։ Շնորհակալ ենք շատ։ Մենք գնացինք հարսիկներ, լավ որ ձեզ։ Ջանը մաս է։ Էլար դուրց, էլար։ Ախպեր չէ, մեկ խմի, կոնյակ խմի, բան ուրիշ խմի, մի խմի։ Ձեր փողոցն էլ ասֆալտ է, էլի։ Շատ կա ասֆալտ ձեր ջու։ Ծրագիր կա, որ անեն ախպեր։ Սիրլը տենան բացը, հա։ Սենց անենք։ Ես շնորհակալ բոլորս։ Կողմն ինչ էր։ Մանուկ, հա, պապի անունն են դրել։ Բան արա էլի։ Հա։ Մամտինի մոմենտը նա հասկացին չա զանգա։ Ես որ գալու եմ կզանգեմ, պետք է նույն օրն եմ հասկանալու։ Մի օր շուտ։ Թեկուզ, անպայման ընձի կզանգես։ Մեծ աղբեր, ես քեզին շատ շնորհակալ եմ։ Լավ է։ Ինչքան յար տենանք լավ առիթներով։ Այն վատերն էլ թե օրը գալի, էլ ինչ ասեմ։ Հա, կեթամ աղբեր արխային, նավիգատոր խփեմ տանում է, էլ։ Ես գոհ եմ ձեզնից, ապրեք։ Զգացված հեռանում եմ, ես ամենումա գլխի ցավը թողի։ Բարեկամներ, Արուջ գյուղն է, չէ, Արուջ։ Արուջ գյուղից մենք հիմա գնում ենք Եղեգնաձոր Պերեբոյով։ Պերեբո ունենք, գնա գալիս եմ, վաղը կամ միսօր։ Գնանք երբ կսարքենք այս Պերեբոն։ Ահա։ Չէ, բայց այդում էլ հենա։ Հաջողություն բարեկամներ։ Գնացինք ընկերներ, ահա, Տիկին Ժենյայի ծնունդը շնորհավոր եղավ, տոնական տրամադրությունը տեղ հասավ, իսկ հիմա մենք գնանք տեղ հասնենք։